Բարի առավոտ, բարի երեկո, իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպե՞ս եք։ Շատ համեղ ճաշ ենք պատրաստելու այսօր։ Տարբերվում է մեր ամենօրյա ճաշերից, ուտեստներից առանց տոմատի, առանց լոլիկի, հետաքրքիր, որ ասեմ դիետիկ ուտեստ է ոչ, բայց ցենց հավեսով առողջ ուտեստ է համարվում, այդպես ասեմ։ Դրա համար ինչ է անհրաժեշտ լինելու։ Փափկա միս, տավարի փափուկ միս, առանց ոսկորի ենք ընտրել միսը։ Մանր պետք է կտրատենք, սա էլ է շատ կարևոր։ Այնպես արեք, որպեսզի որակով միս լինի, գույնը, բանը պետք է ամեն ինչը տեղը տեղին լինի։ Այսպես փափուկ միսը իմ մոտ 1 կիլոգրամ միս է։ Պատրաստում եմ 4 հոգու համար այս ուտեստը, ընտանիքիս համար եմ պատրաստում, սովորաբար միշտ ինչ պատրաստում եմ սիրելիներ 4 հոգու համար է։ Այսպես հիմա մանր կտրատում ենք ու անցնում ենք առաջ։ Իդեպ ես միսը ընտրելուց, եթե պետք է փափուկ միսը օգտագործեմ, ընտրում եմ վզի մասը։ Իդեպ վիզը շատ համեղ է, շարժվող մասն է ու կովի ամենահամեղ միսն է։ Ձեզ եմ խորհուրդ տալիս, որովհետև իր մեջ հյուսվածքներ կան, որ շատ փափուկ եւ հյութեղ է դարձնում միսը։ Ուրեմն միսը այսպես մի անկյունում հենց միանգամից թավայի մեջ ենք դնում։ Հիմա կտրատելու ենք կարտոֆիլը։ Կարտոֆիլն էլ մոտավորապես պետք է լինի հենց մսի չափով ու այսպես իր անկյունում նորից դասավորում ենք։ Չգիտեմ, կարտոֆիլը մոտավորապես էլի 1 կիլոգրամ ասեմ, բայց կարող է մի քիչ ավելի շատ լինի։ Եթե շատ լինի, բոլորը չեմ լցնի, որովհետև մերոնք կարտոֆիլի հետ այդքան էլ հավես չունեն։ 2 հատ կարտոֆիլը մնաց շատերի իմ համար այսքանը բավական է։ Հիմա ունեմ 2 գլուխ սոխ, սոխը կտրատեք ինչպես որ դուք սիրում եք։ Ես այսպես օղակաձև, շրջանաձև կկտրատեմ, մի փոքրիկ մեծ եմ կտրատելու, որ ուտելուց իմ այս անպետքները երեխեքս չեն ուտում, գիտեք։ Ես շատ ուտեսներ առաջ շատ էի սոխ օգտագործում, մեծացան սկսեցին չուտել, չգիտեմ։ Այսպես սոխն էլ այս մի անկյունում ենք դնելու։ Թարմ կարմիր պղպեղ, 1 պղպեղը բավական է, դա ենք դնում, 1 պճեղ սխտոր հիմա կմաքրեմ, սխտոր ենք ավելացնելու, շատ հետաքրքիր ուտեստ է, խորհուրդ եմ տալիս պատրաստեք, ես մի քանի անգամ արդեն պատրաստել եմ, տեսա որ տանեցիները հավանեցի, առիթից օգտվում եմ, մի հատ եմ պատրաստում ու բաղադրատոմսով էլ ձեր հետ եմ կիսվում, լավ 2 պճեղ կդնեմ փոքրիկեր։ Հիմա հենց այսպես երեսին սև պղպեղ ենք անելու, մեր հայկական չորացված ռեհան, մի փոքրիկ չորսամիտ, շատ կարևոր է աղը, չենք մոռանում, այսպես, այս սիրուն ճաշը, ամեն բաղադրիչը պատրաստ, ավելացնելու ենք 1 ճաշի գթալ յուղ, հենց այսպես կենտրոնում, կարող եք կարագով պատրաստել, կարող եք ձեթով պատրաստել, բայց խորհուրդ եմ տալիս օգտագործել ռեդի յուղ, սիրելիներ, եվրոպական յուղ է, արտադրվում է Բելգիայում, ինչ շատ հետևորդներ ասում են, ես Բելգիայում եմ ապրում, բայց չկա, չի վաճառվում, այստեղ Իտալիայում էլ չի վաճառվում, սիրելիներին զուգարկում են, որովհետև արտադրվում է ոչ թե Բելգիայի համար, արտադրվում է Վրաստանի, Հայաստանի համար, ուրիշ երկրների համար է այս ռեդի յուղը, որովհետև վրան էլ հենց գրված է, որ ներմուծվել է Հայաստանում եւ Վրաստան Եվրոպայից, Բելգիայից։ Այնպես որ հանգիստ օգտագործեք, շատ համեղ յուղ է, անուշ հոտ ունի, տեսեք տեսքը որքան գեղեցիկ է, խոլեստերին չի պարունակում, ավելորդ հիդրոգենացված նյութեր չկան, շատ հանգիստ կարող եք օգտագործել։ 1 ճաշի գթալը այսպես բավական է, որպեսզի մեր ճաշը շատ համեղ ստացվի։ Հիմա գնում ենք գազօջախի մոտ, մի քիչ ջուր ենք ավելացնելու, առանց խառնելու բաղադրիչները, մարմանդ կրակին շոգեխաշելու ենք։ Միացնում ենք գազօջախը եւ լցնում ենք ջուրը։ Հիմա ցույց կտամ որքան ենք լցնում։ Որովհետեւ պետք է մարմանդ կրակին եփվի, դա շատ կարեւոր է։
Այ տեսեք, որքան եմ լցրել, հազիվ ուզում է ծածկի, որովհետև շատ պետք չէ։ Հիմա երեսը ծածկելու ենք, թողնելու ենք մարմանդ կրակի վրա, կրակը ցածրացրեցի, շատ հանգիստ պետք է եփվի։ Ընթացքում ձեզ ցույց կտամ, եթե ջուրը պակասի, սիրելիներ, ջուր ենք ավելացնելու։ Սիրելիներ, արդեն 40 րոպե է եփվում է։ Մարմանդ կրակին, հանգարց, այսպես տեսեք, կարտոֆիլը ահավոր էփած է։ Ձերք չենք տալիս, տեսնում եք, չէ, ոչ խառնել են, ոչ մի բան։ Տեսեք, սոխը ինչ լավ եփվել է։ Պղպեղը նույնպես։ Միսը հիմա կփորձեմ, որովհետև ամենադժվարը միսն է, որ էփվում է։ Դրա համար էլ մանր ենք կտրատել։ Հիմա կփորձեմ, եթե միսն էլ էփած լինի, արդեն կարող ենք անջատել։ Եթե ոչ, մի 10 րոպե էլ կպահենք։ Հիմա թարմ կանաչի ենք կտրատել ու կրակը անջատում ենք։ Միսը շատ փափուկ, կարտոֆիլը դե էլ չեմ ասում, ասի հետ հավասար եփվել է, այ որ ընթացքում չեք խառնում, ինքը հատիկ այսպես սիրուն մնում է։ Ճաշը ընդհանրապես չի սիրում անընդհատ խառնել, կախված թե ինչ ճաշ եք եփում։ Օրինակ այս տեսակը շատ լավ է եփվում այս տարբերակով, առանց խառնելու, առանց իրար վրա խաշլամայի նման լցնելու։ Դուք էլ փորձեք, այ կհամոզվեք, կարևորը ճիշտ միս ընտրելն է։ Դուք կարող եք մի քիչ միսը եփել, հետո նոր, եթե համոզված չեք, որ շուտ եփվող միս է, մի քիչ ավելի շուտ էփել միսը, հետո ավելացնել մնացած բաղադրիչները, բայց քանի որ հենց կովի վիզը շատ շուտ եփվող ու շատ համեղ միս է, ես համոզված եմ լինում, որ լավ էփվում է, սիրելիներ, դրա համար էլ այսպես էփում եմ միասին, գիտեմ, որ հարցնելու եք։ Հիմա կհամտեսեմ, կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին, սիրելիներ, բարի ախորժակ բոլորին եւ հաջողություն։ Փափուկ, հալվում է բերանում, ինչ լավն է։ Շատ համեղ է։